ամբողջովին շարունակելով Python-ի հետ կապված խնդիրների դիտարկումը, այսօր միասին դիտարկենք հետևյալ խնդիրը։ Ուրեմն խնդիրը ենթադրում է իրենց հետևյալը, որ մենք ստանում ենք մուտքում ինչ-որ հղում, կարող հենց Google Colab-ի հղումն է լինի, եկեք դա վերցնենք։ Նույն այս հղումը վերցնում ենք որպես string։ Այսինքն այստեղ ստեղծում եմ մի փոփոխական link անունով, եկեք գրենք։ Այստեղ ուրեմն գրենք link-ը հավասար է double ճակերտների մեջ դնում եմ այս հղումը։ Սրան է հավասար։ Ուրեմն ես ուզում եմ այս հղումը բաժանել երկու մասի ինչ-որ միջանկյալ սիմվոլ։ Եկեք այստեղ տեսնենք ինչ միջանկյալ սիմվոլ կարանք վերցնենք։ Ենթադրենք վերցնենք այս վանդականիշը, հա։ Ուրեմն ուզում եմ բաժանեմ ըստ վանդականիշի եւ տպեմ վանդականիշից աճ եղած հատվածը։ Դա կանենք մի քանի մոտեցում։ Առաջին մոտեցումը հետեւյալն է, ուրեմն ստեղծում եմ list, my list-ը հավասար է, ուրեմն ինքը հավասար է link-ի վրա կիրառելով split մեթոդը, որը արգումենտում ստանում է այդ վանդականիշը, այսպես։ Ուրեմն ինչա սա անում, ինքը տեսնում է հենց առաջին վանդականիշը, որ ինչքան վանդականիշ տեսնում է, ուրեմն ինքը այդքան մասերով տարանջատում է, հա։ Քանի որ ես այստեղ որքանով հասկացա մի հատիկ վանդականիշ կա, ուրեմն ինքը մի հատ այս առանձին մասը կտա, վանդականիշը ներառյալ չի։ Եվ մի հատ է վանդականիշից հետո հատվածը կտա, բայց եթե միջանկյալ ինչ-որ դիրքերում էլի վանդականիշ լինի, ինքը այդ հատվածները կվերադարձնի։ Եկեք print անենք my list-ը։ Ու ինքը կտեսնեք երկու տար պարունակող list-ա տալիս։ Տեսեք երկու տար պարունակող list տվեց։ Վանդականիշից ձախ եւ վանդականիշից աջ, եթե այս միջանկյալ դիրքում եկեք ես մի հատ էլ վանդականիշ ավելացնեմ։ Կտեսնեք 3 տար պարունակող split list կտա։ Տեսեք 3 տար տվեց։ Սա առաջին տարը, սա երկրորդ եւ սա երրորդ տարը։ Այսպիսով մեր դեպքում քանի որ ինքը ուներ ընդամենը 1 հատ վանդականիշ, դրանով պայմանավորված ինքը կտա 2 տար։ Եվ հիմա այս տված 2 տարը որ տվեց, այս split-ը, այս list-ը, ինձ պետքա իրենից հետոն, հա, այսինքն սրանից հետոն տպեմ։ Դրանից հետոն տպելու համար պետք է այս վերջի մասը տպեմ, այսինքն կարող եմ գրեմ my list, proxy փակեցի մեջ -1, ինձ վերջին հատվածն է հետարքիր։ Եվ ահա տեսեք, վանդականիշից հետո հատվածը ինքը արտածեց։ Սա մեկ մոտեցում։ Հիմա եւս մեկ այլ մոտեցման ծանոթանանք։ Ուրեմն հաջորդ մոտեցումը, եկեք link-ը էլի հայտարարենք, որը հավասար է այս հղմանը։ Հաջորդ մոտեցումը հետեւյալն է, էլի կիրառել ենք մեթոդ, բայց այս մեթոդը արդեն կոչվում է ոչ թե split, այլ կոչվում է partition, ինքը ինչ է անում, ինքը արդեն նաև ներառում է վանդականիշը որպես առանձին տար։ Այսինքն այստեղ ինքը ըստ վանդականիշի տարանջատեց, ձախ եւ աջ մասեր արեց, վանդականիշը չներառելով։ Այստեղ արդեն վանդականիշը նույնպես ներառվում է եւ ինքը ձևավորված list-ում տալիս է իրեն որպես առանձին տար։ Այսինքն my list-ը հավասար է link get partition այսինքն linked partition ու ինքը ստանում է արգումենտում վանդականիշը, որտեղ ըստ վանդականիշի ենք ուզում անենք։ Ուրեմն ինքը տալի արդեն մեզ 3 տար պարունակող list։ Եվ նույնպես my list-ը հավասար է, ու print պետք անենք սա։ Այսինքն print my list։ Աշխատացնենք։ Տեսեք, 3 հատ տար տվեց, որտեղ վանդականիշը նույնպես ինքը իր մեջ ներառեց։ Եվ այստեղ մեզ պետք է վերջի հատվածը, այսինքն վերջի հատվածը էլի -1-ով կստանամ։ Այն ինչ որ խնդիրը ըստ էության պահանջվում էր։ Սա այսպես, եւ եւս մեկ մոտեցում եկեք ցուցաբերենք, ուրեմն էլի link-ը հավասար է մեր հղումն է, էլի վանդականիշի։ Հաջորդը հետեւյալն է, եկեք slicing կիրառենք։ Slicing-ը ոնց կիրառենք։ Եկեք գտնենք սրա ինդեքսը եւ դրանից աջ հատվածը տպենք։ Դրա ինդեքսը միանգամից եկեք դա արտածեմ արդեն այստեղ։ Print եմ անում link slicing արած, չէ՞։ Ուրեմն վերջին միջև ուր պետք է գնա, չեմ նշում, որտեվ այս end-ը, նու slicing-ը երբ ունի երկու դաշտ, առաջին դաշտը կոչում ենք start, երկրորդ դաշտը կոչում ենք end։ Ուրեմն end-ը երբ չի նշում, ինքը միջև վերջ գնում է։ Մեր դեպքում end-ը չենք նշում, բայց start-ը որտեղից սկսի, նշում ենք։ Օգտվելու ենք built-in function-ից, գրելու ենք հետևյալ կետ. link get index եւ index-ին փոխանցում ենք argument։ Նո արգումենտում փոխանցում ենք վանդականիշը։ Ինքը ուրեմն ոնց է բարվում, տեսեք, link string-ում գտնում է վանդականիշի ինդեքսը ու վերադարձնում է։ Վերադարձնելու է սրա ինդեքսը։ Մեզ պետքա դրանից աճ, ինքը ներառյալ չնի, այսինքն վերադարձված արժեքին գումարում ենք մի հատ 1, այսպես։ Եվ ինքը էլի այդ աճ հատվածը ոնց որ հարկավոր էր արտածեց։ Սա եւս մեկ մոտեցում եւ ըստ էության հաջորդ մոտեցումն է հետեւյալը, էլի նման է սրանա լինելու, ուրեմն loop-ով պատտվելով ենք կատարում։ Link-ը եկեք սենց անենք, ուրեմն link-ը հավասար է double check-երի մեջ ներմուծում ենք սա, ոնց ենք վարվում։ Եկեք loop-ով պատտվեմ, for loop-ով, for in
range կամ in link-ում Այսա կհասկանանք, ուրեմն ինչ եկեք բան, այդ դեպքում LM գրենք, որտեվ index չէ՞ տարա, LM in, այսպես, ուրեմն ինչ եմ անում, եթե LM-ը հավասար է, ուրեմն վանդականիշին, այդ դեպքում արդեն չեմ շարունակում այդ process-ը, վարվում եմ հետևյալ կերպ, print եմ անում link, էլի slicing-ի միջոցով եմ կիրառում, հա, այսինքն print եմ անելու link-ը, բայց slicing արած, ոնց եմ slicing անում, ուրեմն վերջին դաշտը միջև որ պետք է տպի, բաց եմ թողնում, ես LM-ը գտա, չէ, LM-ը կար դրա մեջ, այսինքն պետք է այստեղ կարանք ինդեքսով աշխատենք, որ ավելի լավն է, որ մի քիչ տարբերվի դրանից, այսինքն եկեք այստեղ LM-ը սարքեմ ես իմ, այս link-ի փոխարեն գրեմ range link len link այսպես շատ լավ է range len link ուրեմն LM-ի փոխարեն այստեղ գրելու եմ link-ի ի երրորդ տար այնպես մոտեցումը սխալ չէ, ուղղակի ինքը շատ նման է լինում սրան, այսինքն այնքան հավես չէ լինի ուրեմն ինդեքսով ենք աշխատում այստեղ արդեն ես ունեմ ինդեքսը, որը հավասար է վանդականիշի եւ ըստ ինդեքսով քանի որ առաջնորդում տպեմ i + 1-ից մինչեւ end-ը եւ break կանեմ այսպես break-ից կտրոկետ պետք չի աշխատացնենք ու տեսեք էլի նույն հատվածը տպեց ինչ որ էստեղ է հիմա սա ոնց է աշխատում ինքը ինդեքսով աշխատում range-ը գեներացրեց սրա տարերի քանակի չափով ինչ որ թիվ 0-ից մինչև այդ թիվը գեներացում է ինձ սկսում է այդպես գնալ այդ i-ը համապատասխանում են մեր string-ի ամեն ինդեքսին որտեղ string-ը ինքը սիմվոլների հաջորդականություն է եւ համապատասխան տարերը ինքը վերցնում հա այստեղ ամեն տար վերցնում ստուգում է վանդականիշ հենց գտա վանդականիշ տպում է ուրեմն slicing-ի միջոցով այդ վանդականիշից աչից մինչև վերջ բոլոր տարերը եւ լուփը արդեն աշխատանքն ավարտում է եթե օրինակ այստեղ միջանկյալ ինչ որտեղ ես ունենայի վանդականիշ ինքը այստեղից սկսած բոլորը կտպի այսինքն հաջորդ վանդականիշ հատվածը էլի կտպեր տեսեք այս վանդականիշը այստեղ կա վերջ ընկերներ այս խնդրի համար այսքանը այս խնդրի համար ցուցաբերվեց այս 4 մոտեցումները որոնք ձեզ հաջորդիվ օգտակար կլինեն ավելի լավ հասկանալու string-ի աշխատանք, ավելի լավ հասկանալու լիստերի աշխատանք։ Այսօրվա համար այսքանը չմոռանաք բաժանորդագրվել YouTube-ի անալիքին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։